այսօր վաղը առավոտյան Ամերիկան և Իսրայելը պրևենտիվ հարվածներ հասցրեցին Իրանի մայրաքաղաքին և այլ մեծ քաղաքներին և արտադրական և ռազմական նշանակություն ունեցող օբյեկտներին։ Փորձագետները ռազմական, տնտեսական, սոցիալական, քաղաքական տարբեր տեսակի միջազգային կառույցները տագնապ են խփում և պատրաստվում են ահռելի մեծ հոսքերի, փախստականների, ժամանակավորապես տեղահանվածների, Իրանի քաղաքացիների և ոչ միայն քաղաքացիների դեպի Հայաստան։ Նորմալ երկրում, նորմալ պետությունում պետական համակարգը արդեն կսկսեր աուդիտը ունեցած ռեսուրսների, արդեն կսկսեր պատրաստվել այդ հոսքերի ներթափանցմանը, իրանց դեմը կամ առնելու, կամ կառավարելու։ Իսկ ինչա կատարվում մեր մոտ Հայաստանում։ Չէ, իհարկե, իրանք չեն զբաղվում դրանով, որ հաշվարկում են, ընդհանուր քննարկումներ են անցկացնում, շտաբ կանչվել է, օրինակ, անվտանգության խորհուրդ, չէ, տենց բան չկա, կարևորը լափը չպակասի, չէ, Նիկոլ, չէ, Ալեն։ Կառավարող ուժը զբաղվում է դրանով, որ փորձում է վերարտադրվել և մի ամբողջ շարասյուն ուղևորվել է մարզեր, որ այնտեղ փորձի քաղաքացիների սիրտը այս կամ այն ձև շահել կամ օգտագործել քաղաքացիներին սեփական PR-վելու համար։ Բարև եղբայր։ Դուրս։ Չէ։ Բարև։ Տեսնում ենք աներես Պադոշի նման, երբ որ իրան ասում են չէ, չի կարելի քեզ այստեղ մտնել, մեկը բռի ուժով, դե տենց է սովորել մարդը 18 թվականից բռի ուժով ռադիոտուններ մտնում, հիմա էլ մարդկանց խանութներն է մտնում, երբ որ իրան ասում են չէ, դու այստեղ անցանկալի ես։ Նիկոլ, դու Հայաստանում ես անցանկալի, և դու, և քո ուսապարկերը։ Լավ եղեք, զգույշ եղեք, զգոն եղեք։